Я хочу поделиться с вами еще одним текстом из Библии. Ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել էլի մի տեղով Աստվածաշնչից։ Евангелие от Марка, 9 глава, Մարկոս 9-րդ գլուխ, из 1 стиха, առաջի խոսքից, даже со 2 стиха, նույնիսկ երկրորդից։ и мы прочитаем с вами Եվ մենք ձեզ հետ միասին կընթերցենք по 10 стих, по 9 стих. մինչև 9-րդ խոսքը։ 9, 9, 2, 9. 9-րդ գլուխ 2-ից 9։ Ну, вы можете прочитать, я своими словами могу пересказать вам. Դուք կարող եք կարդալ, ես հիմա իմ բառերով դա կվերարտադրեմ։ Եվ 6 օրից հետո Հիսուսը իր հետ նարավ Պետրոսին եւ Հակոբոսին եւ Հովհաննեսին եւ հանեց նրանց մենակ առանձին մի բարձր սար։ То есть смотрите, что происходит. Այսինքն նայեք, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Сколько было у Иисуса апостолов? Քանի առաքյալ ուներ Հիսուսը։ 12. Так? 12։ Они подходят к горе, Նրանք մոտեցան լեռանը и из этих 12 Иисус отделяет 3. եւ այդ 12-ից Հիսուսը առանձնացրեց 3-ին։ И вот этих 3, там написано, особо Он возводит на гору. Եվ այդ գրած է որ նրանց այնտեղ առանձնացրեց ու նրանց առանձին բարձրացրեց սարը։ То есть так очень странно. Միզե տարօրինակ է։ Мы говорим, что Бог любит всех одинаково, Մենք ասում ենք, որ Աստված սիրում է բոլորին հավասարապես, но здесь Он даже из 12 выделяет 3 и особо на гору их. բայց այստեղ նույնիսկ այդ 12-ից նա 3-ին հատուկ И առանձնացրեց։ вот Он взял этих 3, завел их на гору, Եվ նա առանձնացրեց այդ 3-ին, и բարձրացրեց смотрите, նրանց։ что там написано. Եվ տեսեք ինչ է գրված։ Он преобразился пред ними. Նա այլակերպվեց նրանց առաջին։ Вдруг одежды его сделались блистающими Հանկարծ նրա հագուստները փայլուն եղան, и такими белыми, что белильщик не может выбелить. եւ այնպես որ երկրի վրա մի թափիչ չի կարող այնպես սպիտակացնել։ Они увидели Иисуса таким, каким они его никогда не видели. Նրանք տեսան Հիսուսին այնպես, ինչպես երբեք չէին տեսել։ До этого они таким его не видели. Մինչ այդ նրան այդպես չէին տեսել։ Вот у каждого из нас есть представление о Христе, да? Մեզանից յուրաքանչյուրս պատկերացում ունենք որոշակի То есть Քրիստոսի։ каждый из нас по мере нашей веры представляет, вот Христос, вот Он такой. Մեր հավաքի չափով պատկերացնում ենք, որ Քրիստոսը ահա այսպեսին է։ И они под горой тоже думали, что вот Христос такой. Եվ նրանք լեռան տակին, սարի տակին նույնպես մտածում են, որ Քրիստոսը այսպեսին է։ Я вас разочарую. Ես ձեզ պետք է հիասթափեմ։ Он не такой, как вы его себе Ինչպեսին представляете. դուք ես նրան ներկայացնում ես։ Пока вы не на горе с Ним, Մինչև դուք նա այդ լեռը չեք բարձրացել։ вы думаете, что Он такой. Դուք մտածում եք, որ նա այդպեսին է, А Он не такой. բայց նա այդպեսին չէ։ Он другой. Նա ուրիշ է։ И когда Он взял их на гору, Եվ երբ որ նա նրանց սարը հանեց, они увидели Иисуса таким, каким они его никогда не видели. նրանք տեսան Հիսուսին այնպեսին, ինչպեսին նրան երբեք չէին տեսել։ И Он преобразился пред ними. Եվ նա այլակերպվեց նրանց առջև։ Это так прекрасно. Դա այնպես հիասքանչ։ Когда мы познаем Христа. Երբ որ մենք ճանաչում ենք Քրիստոսին, И это можно только на горе вместе с Ним. եւ դա կարելի է անել միայն այն ժամանակ, նա այդ լեռան վրա է։ И там написано, Եվ այնտեղ գրված է, что когда Он преобразился пред ними, որ նա երբ որ նրանց առաջին այլակերպվեց, вдруг небеса открылись. հանկարծ երկինքները բացվեցին։ И является Моисей и Илия и беседуют с Иисусом. Եվ հանկարծ հայտնվում են Մովսեսը եւ Եղիան եւ սկսում են զրուցել Հիսուսի հետ։ Вот это еще очень удивительная вещь. Եվ դա նույնպես զարմանալի բան է։ Представляете, вдруг вы видите Моисея и Илию, которые о чем-то беседуют. Պատկերացնում եք, հանկարծ տեսնում եք Մովսեսին ու Եղիային, որ ինչ-որ բանի մասին զրուցում են։ Хотели ли бы вы услышать, о чем говорит Иисус с Моисеем и с Илией, вот их беседа их? Դուք կուզեիք լսել, թե ասենք Մովսեսն ու Եղիան ինչ էին խոսում Հիսուսի Не հետ։ знаю, я бы очень хотел Ես շատ կուզեի։ побывать в таком месте, где Иисус беседует с Моисеем и Илией. Լինել այնպեսի տեղում, երբ որ Հիսուսը խոսում է Մովսեսի եւ Եղիայի հետ։ И послушать, о чем они говорят. Եվ լսեին ինչ են խոսում։ И они трое это слышали. Եվ նրանք այդ երեքն էին, որ լսում էին։ Они видели это своими глазами. Նրանք դա տեսնում էին իրենց աչքերով։ Теперь вы бы где хотели бы, под горой там или на гору? Հիմա դուք որտեղ կուզեիք լինել, лեռան տակ թե լեռան А գլխի։ как на гору? Ноги болят, как туда взобраться? Բա լեռը ոնց բարձրանաս ոտները Тут ցավում։ такой путь проделали. Лучше под горой барбекю пожарим, шашлык нашли, кофе попьем под горой, в тенечке отдыхаем. Эти глупые трое Էս հիմա իրեքը բարձրացան գնացին։ такую жару пошли на гору, такую Էս շոկին высокую. բարձրացան լեռը, Ай, они не понимают. բան չեն հասկանում։ Но эти трое, Բայց այդ երեքը
Там, зайдя на эту гору с Иисусом, Այնտեղ Հիսուսի հետ այդ լեռը բարձրանալով они вдруг, во-первых, Иисуса другим увидели. նրանք Հիսուսին առաջի անգամ տեսան ուրիշ կերպ, Моисея и Илию. Մովսեսին ու Եղիային, Слушали то, о чем беседовали они. լսեցին այն ինչ որ նրանք զրուցում էին։ А потом смотрите, что говорит Петр. Հետո տեսեք Պետրոսն ինչ ասում։ Он говорит: Нас Рави, хорошо нам здесь быть. Ռաբի, լավ է որ մենք այստեղ լինենք։ Петр, о чем ты говоришь? Պետրոս, այդ ինչ ես խոսում։ А ты же с женой же ты говорил, тебе хорошо быть. Դու ասում ես կնգաս հետ ալավ մնալ։ Жена там тебя ждет под горой. Կինը դեռ լեռան տակին։ Ты же говорил, с женой там хорошо быть. Դու ասում ես կնոջ հետ դեռ եղնել լավ է։ То есть, понимаете, он что-то чувствовал больше. Այսինքն հասկանում եք, նա ինչ որ մի ավելի лав բաներ է դեռ։ Больше и лучше, чем какие-то земные вот эти прелести. Ավելի լավ է, ավելի մեծ է, քան թե ինչ որ երկրային այդ И հաճույքները։ он говорит: Господи, мы здесь 3 дома построим. Նա ասում է Տեր, մենք այստեղ 3 տաղավար կսարքենք։ И нам так хорошо здесь. Եվ մենք այստեղ այնքան լավ է մեզ։ И мы здесь, вот одна Моисей будет жить, Илия, в другом доме ты. Մեկի մեջ Մովսեսը կապրի, մեկի մեջ Եղիան, մյուսի մեջ էլ դու։ А вы, братья, вы дом что, не хотите, что ли, в Анадзоре, да? Իսկ դուք ինչ է եղբայրներ վանաձորում տուն չեք ուզում։ Нет, нам так хорошо. Ոչ, մեզ այստեղ էլ լավ Мы է։ без дома, Մենք առանց տան а կմնանք։ жена и без жены. Բայց առանց կնոջ կմնանք։ То есть они что-то там переживали особенное. Այսինքն նրանք դեռ ինչ որ մի հատ յուրահատուկ բան ապրեցին։ А эти 9 там, Իսկ они այն ինը այնտեղ բարբեկյու խորոված էին жарят. անում բան։ тоже им там хорошо. Նրանց համար էր այնտեղ լավ։ Вы чувствуете разницу? Զգում եք տարբերությունը։ Но это еще не конец. Բայց դա դեռևս վերջ չէ։ Вдруг Հանկարծ облако сошло на них, ինչ որ ամպ իջավ նրանց վրա։ и они слышат голос. Եվ նրանք ձայն են լսում։ Это очень важно. Սա շատ կարևոր է։ И голос был, Եվ ձայն է եղավ։ голос Бога. Աստծո ձայնը։ И он сказал им: Եվ նա ասեց նրանց. это его слушайте. Նրան լսեցեք։ Это мой сын возлюбленный. Դա է իմ սիրելի որդին։ Вы должны его слушать. Դուք պետք է նրան лսեք։ Слышите ли вы голос Бога? Դուք լսում եք արդյոք Աստծո ձայնը։ Знаете, многие верующие, я замечаю, они не то, что не слышат, они даже не знают голоса твоего пастуха. Դուք գիտեք, որ նրանք ոչ միայն չեն լսում, այլ նույնիսկ չեն էլ ճանաչում իրենց հովվի ձայնը։ А Иисус говорит: овцы мои, они знают мой голос. Իսկ Հիսուսն ասում է. Իմ ոչխարները ճանաչում են իմ ձայնը։ Но вы не сможете под горой услышать этот голос. Դուք չեք կարող լեռան տակին լսել այդ ձայնը։ Этот голос только можно услышать на горе с Иисусом. Այդ ձայնը կարելի է լսել միայն լեռան վրա Հիսուսի հետ։ И они пережили это присутствие Бога Отца. Եվ նրանք ապրեցին Հայր Աստծո այդ ներկայությունը։ И слышали этот голос. Եվ լսեցին այդ ձայնը։ И потом это облако ушло. Եվ հետո այդ ամպը գնաց։ И они смотрят, Եվ նրանք նայում են, никого нет. էլ ոչ մեկ չկա։ Там написано только Иисус. Եվ նայեցին ու գրված է, որ մենակ Հիսուսն է։ Это вот то, куда нас хочет Господь привести. Դա այնտեղն է, որտեղ Տերը մեզ ցանկանում է տանել, Чтобы только Иисус. որ միայն Հիսուսը լինի։ Он меня держит здесь. Նա ինձ պահում է այստեղ։ Он мое счастье. Նա իմ Он երջանկությունն է, моя радость. իմ ուրախությունն է, Он мое спасение. իմ փրկությունն է, Он моя любовь. նա իմ սերն է, Он моя скала. նա իմ ժայռն Он է, моя забота. նա իմ ապահովությունն Он է, самый прекрасный. նա ամենասքանչելին Я է։ люблю его. Ես սիրում եմ նրան։ Только Иисус. Միայն Հիսուսը։ Чувствуете разницу? Զգում եք տարբերությունը։ Под горой по-другому все. Լեռան տակ ամեն բան ուրիշ կերպ։ Там как бы есть Иисус тоже, Այնտեղ կարծես թե Հիսուսը նույնպես կա, но там другая жизнь. բայց այնտեղ ուրիշ կյանք է, Совсем другая. բոլորովին ուրիշ, Земная. երկրային։ И вот они спускаются. Եվ ահա նրանք իջնում են։ Представьте, вот вы побывали на горе, Հա պատկերացեք դուք եղել եք լեռան վրա։ и вы все это пережили. Դուք այդ ամենը ապրել եք։ И вы вот, вам хочется, вы сейчас приходите вот туда, Ահա դուք հիմա գնում եք այնտեղ, а там эти 9 сидят. իսկ այնտեղ այդ 9 հոգին են նստած։ И хочется им рассказать. Եվ уզում եք նրանց պատմեք։ Мы видели Иисуса. Մենք տեսել ենք Հիսուսին։ Вы даже не представляете, какой Он. Դուք նույնիսկ չեք պատկերացնում թե նա Мы ինչպիսին так է։ были счастливы. Մենք այնպես О, երջանիկ ենք։ мы слышали голос. Մենք ձայնն ենք И լսել, они так ձայնը։ спускаются Եվ туда. նրանք հայիշնում են։ А Христос говорит им, Իսկ Քրիստոս նրանց ասում է. что видели и слышали, Ինչ որ տեսակ ու լսեցիք, никому не говорите. ոչ մեկ ինչ պատմեք։ Рот закрой. Բերանները փակեց։
Это очень сложно. Դա շատ բարդ է։ И они спустились туда вниз. Եվ նա կայի չան ներքև, Они были уже другими. նրանք արդեն ուրիշ էին։ И на Христа они по-другому смотрели. Եվ Քրիստոսի վրա նրանք ուրիշ կերպ էին նայում։ И земные ценности, они уже по-другому на них смотрели. Երկրային արժեքներին նրանք արդեն ուրիշ կերպ էին И на գնահատում։ эту жизнь, у них поменялось мировоззрение. Նրանց արդեն աշխարհ հայացքն էր փոխվել։ Они как будто на небе побывали. Նրանք կարծես թե եղել էին երկնքում։ А те 9. Իսկ այն 9 հոգիները Понимаете? հասկանում եք։ Где бы вы хотели быть? Դուք որտեղ կցանկանայիք լինել։ Под горой? Լեռան տակ։ Теперь я думаю, Հիմա ես մտածում եմ, а почему эти трое? իսկ ինչու այդ երեքը։ Почему трое? Ինչու երեքը։ Петр, Иаков и Иоанн. Պետրոսը, Հակոբոսը եւ Հովանեսը։ Почему трое? Почему? Ինչու երեքը։ Почему они? Что такое в них особенно? Ինչ կա նրանց մեջ յուրահատուկ, որ այդ երեքը։ Почему ты их выделил троих? Ինչու այդ երեքին А առանձնացրել։ все очень просто. Ամեն ինչ հասարակ է։ Очень просто. Շատ բարձր։ Вот у вас есть здесь горы. Ահա դուք այստեղ լեռներ ունեք։ Вагон мне рассказывал, тут есть гора. Վաղոնից պատմեստի լեռ կա։ В 90-х годах, когда было очень трудно, 90-ականներին երբ որ շատ դժվար էր, он туда в горы поднимался, дрова там собирал, բարձրանում էր այդ սարը փետմետ իրանում։ ягоды соберет, Հատապտուղներ կհավաքեր, продаст их, маме деньги принесет. ծախում էր մամային փողեր И տալիս։ он говорит, тут много гор под ним, да, гор? Շատ սարեր կան, որ Ну, բարձրանում։ вы были, наверное, да, на горах? Ну, мы Тут քանիսի վրա ходили на եղել горы. եք։ Разные горы есть. И на горы трудно подниматься. Սար բարձրանալը դժվար է։ Не так легко. Հեշտ չի։ Рано встать нужно, пойти туда. Առավոտ շուտ պետք է արթնանաս, Потом спускаться еще. հետո նորից իջնես, Это сложно. դա բարդ է։ Почему ты взял их троих? Ինչու նրանց երեքին վերցրիր։ Все просто. Ամեն բան բարձր։ Вот если я вам скажу сейчас. Եվ հիմա եթե ես դες ասեմ, Сейчас собрание закончится. հիմա հավաքույթը կվերջանա, И мы не пойдем домой, не пойдем кушать. մենք տուն չենք գնա, հաց ուտելու չենք гնա, Мы пойдем с вами вот здесь на гору. մենք հիմա այստեղ սար ենք բարձրանալու։ Кто пойдет? Ով կգա։ Раз, два 1, и 3. 2, 3։ Пойдемте. Выходите. Раз, вы сестра, и ты сестра. Выходите. Հետո քեզ ձեր բարձրացեցին դուս գան։ А ты уже опоздал. Իսկ дու արդեն ուշացար։ Потому что трое надо было раньше думать. Պետք է շուտ գայիր։ Уже опоздал, садись. Раньше надо. Դու ուշացել ես Вот նստի։ она. Вы нет, вы тоже опоздали. Извините. Первые трое. Так. И вы сестра. Сестра, вы выходите. Երրորդ, ով է ձեր բարձրացել, Да, Մարուս Քուրարի։ выходите. Выходите. Да. Вы не бойтесь. Մի վախեն, Вот արի։ сюда проходите, да? Եկեք ստեղ О. կանգնեք։ Петр. Вот это Петр. Սա Պետրոսն է, Это это Иаков. այս Հակոբոսն է, И помоложе Иоанн. ո ամենաջայելը Сюда, Հովանեսը։ сестра. Все, проходите. Անցինդի։ Аллилуйя. Allelujah։ А вы идите там. Что у вас? Какие планы? Ասма գնացեք դիշ պլաններ։ Куда вы собрались? В магазин? Что вы? Куда вы? Можете идти. А мы с вами пойдем на гору. Вы тоже идите. Մենք դες հետ Что вы սարն тут? ենք բարձրանալու։ Можно домой идти. Կարող եք տուն գնալ А мы մնացած։ с вами пойдем Իսկ на մենք гору. դες հետ սարն ենք գնալու։ Так почему-то странно бывает. Где мужчины вот они, да? Ասма տարօրինակ, ուր են եղբայրները, տղամարդիկ։ Эти женщины то в Афганистан поедут, то Ես еще կանայք մեկ Աֆղանստան են մужчины գնեմ, где մեկ они? Ղազախստան են Сидят. գնեմ։ Տղամարդիկ նստած никуда են։ не хотят. Что хотят они? Ոչ մի բան չեն անում, ու ինչ են ուզում։ Идите, все уже. Вы Գնացեք уже ասма։ все опоздали. Դուք արդեն ուշացաք։ Троих. Երեքին։ Теперь вы понимаете, Հիմա հասկանում եք, почему он взял троих? ինչու նա երեքին վերցրել։ Почему именно этих троих он взял? Ինչու հենց այդ երեքին Потому что վերցրել։ они хотели. Որտեղ նրանք ուզում էին։ Они сильно хотели. Նրանք շատ ուժեղ էին ուզում։ Они хотели быть с Иисусом. Նրանք ուզում էին լինել Հիսուսի հետ։ Поэтому он и взял их. Դրա պատճառով է նա վերցրեց նրանց։ Иисус никогда никого не заставляет. Հիսուսը երբեք ոչ մեկին չի ստիպում։ Меня он не заставлял сюда приехать. Ինձ նա չի ստիպել այստեղ Я գալ։ согласился сам.
Ես ինքս համաձայնվեցի։ Да, он мне сказал, ну так сначала посчитай, там все это измерь. Նա ասեց այդ ամեն ինչը հաշվարկի, չափուձև արա И прими решение. եւ որոշում ընդունի։ Он никогда нас не заставляет. Նա երբեք մեզ չի ստիպում։ Такой наш Бог. Այդպեսին է մեր Աստվածը։ Он просит нас. Նա խնդրում է մեզ։ Если б я был Богом, Եթե ես Աստված լինեի, я бы вас всех заставил бы. ես ձեզ բոլորիդ կստիպեի։ Ну, вам как бы повезло, что я не Бог. Բայց ոնց որ ձեր բախտը բերել է, որ ես Слава Աստված Богу, չեմ, что я не փարտիրը Бог. չէ։ Наш Бог не такой. Մեր Աստվածը այդպեսին չէ։ Если хочешь, Եթե ցանկանում ես, можешь идти за мной. կարող ես գալ իմ հետևից։ Да, он так говорит, если хочешь. Նա ասում է, այդպես է И ասում, եթե ցանկանում он ես։ смотрит на наше сердце. Նա նայում է մեր սրտերին, Он смотрит на наше желание. նայում է մեր ցանկություններին։ Иногда он делает такой призыв, Նա երբեմն այդպես կոչ է անում։ а мы говорим нет. Եվ մենք ասում ենք ոչ։ Только трое. Միայն 3։ Почему? Ինչու՞։ Потому что нам интересна вот эта земная жизнь. Որտեղ մեզ հետաքրքիր է այս երկրային կյանքը։ Что здесь на земле еще, что интересного вы можете? Ինչ կա էլ հետաքրքիր է այս երկրի вրա։ Что? Ինչ։ Что там вы в Америке были? Что вы сюда приехали? Դուք Потому Ամերիկայում что там եղել եք, ничего ասում է, интересного нет. ոչ մի հետաքրքիր բան չկա։ Мы только на горе, поймите. Միայն լեռան վրա Там мы հասկացեք։ видим Иисуса, не просто религиозный Иисус. Մենք այնտեղ միայն տեսնում ենք Հիսուսին, ոչ թե կրոնական, կրոնավոր Он Հիսուսին։ открывается нам. Նա բացվում է մեզ։ Он показывает нам себя. Նա իրեն ցույց է տալիս։ Нам хорошо может быть только там. Մենք մեզ լավը զգալ կարող ենք միայն այնտեղ։ Мы ищем земного счастья Մենք երկրային и երջանկություն не ենք можем փնտրում найти его. եւ չենք կարողանում այն գտնել։ Даже в среде верующих, как христиане. Նույնիսկ քրիստոնյաների հավատացյալների մեջ։ Моя жена мне говорит, Կինս ինձ ասում է. если б не Иисус, Եթե Հիսուսը что չլիներ, думаешь, я бы с тобой была бы счастлива? ես քո հետ երջանիկ կլինեի։ Я говорю, слава Богу. Ես ասում եմ, «Փառք Տիրոջ»։ Это правда. Դա ճշմարտություն է։ Он делает нас счастливыми. Նա է մեզ երջանիկ И Он դարձնում։ делает браки наши счастливыми. Նա է մեր ամուսնությունները Нашу երջանկություն жизнь Он դարձնում։ делает счастливой. Մեր կյանքերը У нас երջանկացնում։ денег нет, а мы радуемся. Մենք գումար չունենք, փող չունենք, բայց ուրախանում ենք։ Можно определить человека, который был на горе. Կարելի է տարբերել մարդուն, որ եղել է լեռան վրա։ Деньги вообще не влияют на его вот как бы внутреннее состояние. Գումարը, փողը ընդհանրապես չի ազդում նրա ներքին իրավիճակների А վրա։ если мы под горой земной жизни, Եթե մենք լեռան տակ ենք երկրային կյանքի то մեջ, на нас вот это влияет. ապա դա մեզ վրա ազդում է։ Заходит человек в собрание Մտնում է մարդ հավաքույթ и грустный такой, եւ այսպես տխուր, денег нет у него. փող չկա։ А который был на горе, Իսկ որ լեռան վրա եղել է, это не влияет. դա չի ազդում։ Радость у него изнутри, Նա ուրախությունը ներսից է գալիս։ голос. Ձայնը։ Что может быть прекраснее? Ինչը կարող է ավելի հրաշալի У լինել։ каждого из нас есть голос. Մենք յուրաքանչյուրս ձայն ունենք։ Есть специфический голос у каждого. Յուրահատուկ ձայնը ամեն մեկին։ Иногда поет человек, ты слушаешь этот голос, удивительно. Երբ որ մարդ երգում է, լսում ես ձայնը, դա զարմանալի է։ У Бога тоже есть голос. Աստված նույնպես ձայն ունի։ Как прекрасно, когда ты можешь слышать голос. Եվ դա այնպես հրաշալի է, դու կարող ես լսել ձայնը։ Творец, который все вот здесь эту красоту сотворил, Արարիչը, որ այս ամեն ինչը ստեղծել է, он может говорить к тебе. նա կարող է խոսել քեզ։ Но, к сожалению, только трое. Вот. Բայց ցավոք срտի միայն 3։ А вы уйдите домой. Իսկ դուք գնացեք տուն։ Или может еще кто есть? Թե էլի մարդ կա։ Кто еще? Есть один, вон, давай, айда. Все, Արի։ Еще кто-то Էչկա, есть? всё, Кто еще хочет? Էլով ասում։ Все, не так много, но... аллилуйя. Слава Господу. Պարտիրոջը։ Аллилуйя. Да. Но вы понимаете, что я не про горы говорю. Դուք հասկանում եք, չէ՞ որ ես լեռների մասին չէ՞ У որ։ нас в Сибири там нету гор. Մենք Սիբիրում լեռներ չունենք, Все ровно. հարթ է։ Никуда подниматься не надо. Ոչ միտեղ բարձրանալ պետք А չի։ люди не хотят на молитвенные собрания Իսկ приходить. մարդիկ չեն ցանկանում աղոթքաժողովներին Рядом մասնակցել։ живут с домом молитвы. Աղոթքաժողովին կից А ապրում են։ на 1 час на молитвенное собрание не хотят приходить. 1 ժամով աղոթքաժողովի չեն ցանկանում մասնակցել։ Понимаете? Հասկանում եք։ Куда вы вышли? Դուք ուր եք դուրս եկել։ Каждый день. Ամեն օր Час с ним бодрствовать. 1 ժամ նրա հետ արթուն կենալ։ Аллилуйя.
Не надо хлопать. Պետք չի ծափարել։ Я желаю, чтобы вся ваша церковь, Ես ցանկանում եմ, որպեսզի ձեր ողջ եկեղեցին она взошла на эту гору. բարձրանա այդ լեռը, Чтобы вы зашли все на эту гору. որպեսզի դուք բոլորդ բարձրանաք այդ լեռը, И вы увидели, как прекрасен Господь. որ տեսնեք ինչ սքանչելի է Տերը։ Вы могли увидеть эти откровения Божьи. Դուք կարողանաք տեսնել այդ աստվածային հայտնությունները։ Многие вещи мы не понимаем своим умом. Շատ բաներ մենք մեր մտքով չենք հասկանում։ Нам нужно, чтобы вот Моисей и Илия пришли и с нами побеседовали. Մեզ պետք է որ Մովսեսն ու Եղիանգանը մեզ հետ զրուցեն։ Нам нужно вот это вот слово, которое у Моисея было. Մեզ պետք է որ այդ խոսքը գա որ Մովսեսն И ունի։ нам нужно вот это пророческое живое слово, которое было у Илии. Մեզ պետք է այդ մարգարեական կենթանի խոսքը որ ուներ Եղիա։ Мы не можем этого получить, пока мы с ним не на горе. Դա մենք չենք կարող ստանալ, քանի դեռ նրանց հետ լեռան վրա չենք։ И там мы будем с ним счастливы, Եվ այնտեղ մենք նրա հետ կլինենք երջանիկ, и там мы услышим голос. եւ այնտեղ մենք կլսենք Почему ձայնը։ Иисус запретил им никому не говорить? Ինչու Հիսուսը նրանց արգելեց, որ ոչ մեկին չասեն։ Потому что все то, что они вам расскажут, спустившись с горы, Որտեւ այն ամեն ինչ որ նրանք ձեզ կպատմեն լեռից իջնելուց вы не հետո, поверите. դուք չեք հավատա։ Это нужно пережить. Դա պետք է ապրել։ Так как я буду вам говорить, какое вкусное яблоко, да? Ինչքան ուզում եմ ձեզ ասեմ, ինչ համեղ է խնձորը, Пока вы его не попробуете, вы не поймете. մինչև դուք նա չփորձեք, դուք չեք հասկանա ինչ եմ ասում։ Поэтому я всю вашу церковь сегодня зову на гору. Դրա համար ես ձեր ողջ եկեղեցին այսօր կանչում եմ սարը բարձրանալ։ Да? Այո, Давайте мы встанем тогда. եկեք կանգնենք այդ դեպքում։